Նարեկ Կարապետյանը վերջապես մի քանի օր առաջ դեռ եղել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, թե ոչ, որտեղ կենացները քանի գնում քաղցրանում են, ինչպես ասում են, ու այդ խմորը երկար ջուրեր քաշելու բանն այն է, որ մեր սահմանադրությունը, ինչպես գիտեք, ասում է, որ պատգամավորի տեխնացու լինելու պայմանների մեջ կա պայման, որ վերջին 4 տարում տեխնացուն պիտի լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իմ ծեռելիներ 10 տարի կլիներ դա, բայց թե հիմի 4 է գրած սահմանադրության մեջ եւ եթե որևէ մեկը ուզում է լինել Հայաստանի Հանրապետության պատգամավորի տեխնացու, իհարկե նաև վարչապետի տեխնացու, նույն պայմանն է դրած սահմանադրության մեջ երկուսի համար էլ եւ պատգամավորի տեխնացու եւ վարչապետի պիտի կոնե 4 տարի առաջ հրաժարված լիներ իր մնացած բոլոր հնարավոր քաղաքացիություններից կամ պիտի հույս ունենա այդպիսի մեկը կամ մի քանիսը գուցե մի 1000 հոգի որ կամենում է Հայաստանում այդպիսի բարձր պաշտոններ զբաղեցնել որ առաջիկա ուրեմն ընտրություններից հետո անմիջապես ազգային ժողովի պատգամավորների ձայների 2/3-ով պիտի փոխի սահմանադրության միջի այդ դրույթը հետո նոր այդպիսի երջանիկ դարպասները բացվեն դեպի պաշտոն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։